Պարոն վարչապետ, իսկ հնարավոր չէ այդ ծրագիրը ոչ մարզպետարանում կա, ոչ գյուղապետարանում։ Գոնե ծրագիր կազմին աջակցություն են այդ։ Աջակցությունը հիմա ասվում է, որ զինվորականներ են, չէ։ 27 տարի։ Հիմա ծառայում են։ Երկուսն են։ Հիմա դրա համար էլ ատեստավորման ծրագիր են կարել, որ աշխատավարձը մինչև կրկնապատկեր։ Դա աջակցության ծրագիր է, թե աջակցության ծրագիր չի։ Սոցիալական տարբեր ծրագրեր կան, ընտանիքի անդամների առողջապահության ապահովագրության հարց կա, հիմա հիպոթեկային ծրագիր են կանում եւ այլն եւ այլն։ Ես ուզում եմ մենք իրար ճիշտ հասկանանք։ Մարդը սովորական պայմաններում, երբ որ պետությունը պարտավորություն չունի եւ կոնկրետ խմբի, սոցիալական խմբի ներկայացուցիչ չի, ինքը ո՞նց է տուն ունենում, ո՞նց է տուն ունենում։ Ձեր մեկն է աշխատում է, ներողություն, աշխատում է, ստեղծում է, տուն է ունենում, ո՞նց են տուն ունենում, տենց են տուն ունենում, ժողովուրդ ջան։ Հիպոթեկ են վերցնում, մի քիչ աշխատում են, փակում են, ելի եմ ասում, եթե պետությունը չունի պարտավորություն, եթե հատուկ սոցիալական խմբերի անդամներ չեն, եթե հատուկ ինչ-որ դեպք չի, որը կառավարությունը հիմա այո, սահմանամերձ գյուղերում, որտեղ մենք խնդիր ունենք, մենք աջակցում ենք այդ 16 միլիոնի ծրագրերը ըստ ամենայնի կշարունակենք, բայց դա ուրիշ կատեգորիայի գյուղերի մասին է։ Մնացած մասով եկեք մտածենք, ինչ անենք, որ ձեզ օգնենք, որ ձեր եկամուտները ավելանան։